Վարդան Հյուկասյանի եթերները, որոնք հավաքում են 100 հազարավոր դիտումներ։ Եղել են նրա ուժի և միևնույն ժամանակ խոցելիության աղբյուրը։ Նա օգտագործել է այդ հարթակը, բացահայտելու իշխող վերնախավի և օլիգարխների ենթադրյալ չարաշահումները, անուններ նշելով և մանրամասներ ներկայացնելով։ Այս գործելաուճը նրան դարձրել է ժողովրդականություն վայելող կերպար սովորական քաղաքացիների շրջանում, բայց միևնույն ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ թշնամիներ։ Նրա հակառակորդների շարքում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլև նախկին պաշտոնյաներ, օլիգարխներ և նույնիսկ ընդդիմության որոշ գործիչներ, որոնց նա քննադատել է առանց զիջումների։ Այս թշնամանքը ըստ շատերի հանգեցրել է նրա դեմ քրեական հետապնդմանը և արտաքսման գործընթացին։ Վարդանի աջակիցները համոզված են, որ եթե նա արտաքսվի Հայաստան, նրա կյանքին կսպառնա վտանգ, հաշվի առնելով այն հզոր ուժերը, որոնց նա հակադրվել է։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ նրա դեմ գործը քրեական բնույթ ունի և կապված չէ նրա քաղաքական գործունեության հետ։ Նրանք ընդգծում են, որ օրենքը բոլորի համար հավասար է և որ Հյուկասյանի գործողությունները, ինչպիսիք են շորթումը և դատարանին անհարգալից վերաբերմունքը, չեն կարող անպատիժ մնալ։ Սակայն այս դիրքորոշումը լայնորեն քննադատվել է Հյուկասյանի աջակիցների և որոշ անկախ դիտորդների կողմից։ Նրանք պնդում են, որ իշխանությունները օգտագործում են օրենքը որպես գործիք, ընդդիմադիր ձայները ճնշելու համար։ Հյուկասյանի դեպքը, նրանց կարծիքով, ընդամենը մեկ օրինակ է այն ընտրովի արդարադատության, որն այսօր կիրառվում է Հայաստանում։ 2025 թվականի մարտի 10-ին Լաս Վեգասում տեղի ունեցած դատական նիստը, որը վերաբերում էր Վարդան Հյուկասյանի Դոկ մականունով հայտնի բլոգերի և քաղաքական գործչի արտաքսման գործին, վերածվեց լարված դրամայի։ Դատավորը խիստ բարկացավ, երբ պարզվեց, որ նիստին ներկա գտնվող Հյուկասյանի աջակիցներից մեկը խախտել է դատարանի կանոնները, տեսանկարահանելով փակ նիստի ընթացքում տեղի ունեցած դրվագ և հրապարակելով այն։ Այս միջադեպը ոչ միայն խախտեց դատական գործընթացի գաղտնիությունը, այլև ընդգծեց այն լարվածությունը, որն առկա է Հյուկասյանի գործի շուրջ, սկսած նրա հետապնդումից, մինչև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն ու աջակիցների մտավախությունները։ Դատական նիստը, որը նախատեսված էր փակ ձևաչափով, հաշվի առնելով գործի զգայուն բնույթը և անվտանգության հետ կապված մտահոգությունները, դատավարությունը լարվածություն ստացավ։ Դատավորի համար այս խախտումը անընդունելի էր, քանի որ փակ նիստերում նկարահանումն ու տեղեկատվության տարածումը խստիվ արգելված են։ Դատական գործընթացի ամբողջականությունն ու անկողմնակալությունն ապահովելու համար օստախբյուրների դատավորը ոչ միայն բարկացել է, այլև խիստ հաշվետվություն է պահանջել ներկաներից պարզելու, թե ով է պատասխանատու այս խախտման համար ու ինչ նպատակ է հետապնդել։ Այս միջադեպը բացահայտեց Հյուկասյանի աջակիցների կողմից նրա գործընթացին հետևելու ծայրահեղ նվիրվածությունը, բայց միևնույն ժամանակ ընդգծեց այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման գործողություններից։ Թեպետ ոմանք կարծում են, որ Վարդանի աջակից համարվող որոշ մարդիկ իրականում աշխատում են նրա դեմ ու հարվածում թիկունքից։ Դատավորի զայրույթը, սակայն, պարզապես ձևական խախտման արձագանք չէր։ Այն արտացոլում էր այն լուրջ ճնշումը, որի տակ հայտնվել է դատական համակարգը։ Վարդանի գործի բարձր հանրային հետաքրքրության և քաղաքական նշանակության պատճառով Հյուկասյանի աջակիցները խորապես մտահոգված են նրա ճակատագրով։ Նրանք վստահ են, որ եթե նա արտաքսվի և հայտնվի Հայաստանում, նրա կյանքը կդառնա վտանգված։ Նա շատ թշնամիներ ունի այստեղ, իշխանությունից մինչև օլիգարխներ։ Եթե նա վերադառնա, կամ կբանտարկեն նրան կեղծ մեղադրանքներով, կամ ավելի վատ բան կանեն, ասում է նրա աջակիցներից մեկը։ Այս մտավախությունը հիմնված է ոչ միայն Հյուկասյանի բացահայտումների վրա, այլև Հայաստանում վերջին տարիներին ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառված ճնշումների նախադեպերի վրա։ Թեպետ Վարդանի հակառակորդները ոչ միայն իշխանության մեջ գտնվող անձինք են,
այլև ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ։ Նրա աջակիցները կարծում են, որ նրա եթերներն ու քաղաքական գործունեությունը նրան դարձրել են անցանկալի իշխանությունների համար, եւ որ նրա վերադարձը կարող է հանգեցնել ֆիզիկական հաշվեհարթարի։ Ղուկասյանի գործը եւ մարտի 10-ի դատական միջադեպը ավելի մեծ պատկերի մաս են կազմում։ Եթե Ղուկասյանի արտաքսումը տեղի ունենա, դա կարող է ավելի սրել ներքաղաքական ճգնաժամը եւ խորացնել հասարակության բևեռացումը։ Միևնույն ժամանակ դատավորի խիստ արձագանքը հաստեկասում ցույց է տալիս, որ այս գործը գրավել է ոչ միայն հայկական, այլև միջազգային ուշադրություն։ Քագնիստի խախտումը կարող է ազդել գործընթացի հետագա ընթացքի վրա, առաջացնելով նոր իրավական բարդություններ։ Բայց ամենակարևորը այն ընդգծում է այն անորոշությունն ու լարվածությունը, որոնք շրջապատում են Վարդան Ղուկասյանի ճակատագիրը։ Հաջորդ դատական նիստը, որը վերաբերում է Վարդան արտաքսման գործին, նախատեսված է 2025 թվականի մարտի 17-ին։ Այս կարևոր օրվան ընդառաջ Ղուկասյանի աջակիցները չեն դադարում իրենց ջանքերը տարբեր ձևերով։ Այդ թվում ավտոերթերով, բարձրաձայնելով իրենց բողոքն ու պահանջը։ Նրանց հիմնական նպատակն է ընդգծել արդար դատավարության անհրաժեշտությունը եւ ճնշում գործադրել, որպեսզի դատարանը կայացնի օբյեկտիվ եւ ճիշտ որոշում։ Այսօր մարտի 13-ին, երբ ժամանակն ավելի է սեղմվում, այս շարժումը կարծես թափ է հավաքում, արտացոլելով Ղուկասյանի շուրջ արկա լարվածությունն ու նրա կողմնակիցների վճռականությունը։ Վերջին օրերին Վարդանի աջակիցները կազմակերպել են ավտոերթեր՝ ի նշան համերաշխության եւ բողոքի։ Այս ավտոերթերը, որոնք անցկացվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում, նպատակ ունեն ուշադրություն հրավիրել նրա գործի վրա։ Մեքենաներով շարասյուները, որոնք զարդարված են Ազատություն Վարդանին եւ Արդարություն գրություններով, անցնում են Քլենդելի եւ այլ քաղաքների փողոցներով, ազդանշաններով եւ կոչերով ընդգծելով իրենց պահանջը։ Այս ակցիաները ոչ միայն խորհրդանշական են, այլև ուղղված են միջազգային հանրության եւ ԱՄ դատական համակարգի ուշադրությունը սևեռելու Ղուկասյանի դեմ ընթացող գործընթացին։ Ավտոերթերին զուգահեռ աջակիցները կազմակերպել են նաեւ բողոքի այլ ակցիաներ, օրինակ հավաքներ ամդեսպանատան մոտ եւ սոցիալական ցանցերում ակտիվ քարոզարշավ։ Վարդան Ղուկասյանը, ով հայտնի է իր եթերներով եւ կուսակցության հիմնադրությամբ, վերջին շրջանում դարձել է Հայաստանի քաղաքական դաշտի ամենավիճահարույց դեմքերից մեկը։ Նրա կոշտ, հաճախ հայհոյանքներով լի ելույթները, որոնք ուղղված են ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը, նրան դարձրել են ժողովրդի մի ստվար հատվածի ձայնը։ Նա բացահայտ քննադատել է Հայաստանի ներկայիս իշխանություններին, մեղադրելով նրանց կոռուպցիայի, անգործության եւ ժողովրդի շահերը չսպասարկելու մեջ։ Հայաստանի իշխանությունները, սակայն Ղուկասյանի դեմ քրեական գործ են հարուցել, մեղադրելով նրան խոշոր չափերով շորթման եւ այլ հանցանքների մեջ։ Ըստ պաշտոնական տվյալների, նաեւ նրա համախոհները պահանջել են մեծ գումարներ տարբեր անձանցից։ Սպառնալով նրանց բացասական հրապարակումներով, Ղուկասյան իր հերթին այս մեղադրանքները որակել է որպես շինծու եւ հնարովի փնթելով, որ դրանք քաղաքական հետապնդման մաս են կազմում։ Նրա խոսքով իշխանությունները փորձում են լրացնել իրեն, քանի որ նա բացահայտում է նրանց սխալներն ու կոռուպցիոն սխեմաները։